Չեմ կարծում այդպիսի եպիսկոպոսներ կան, բայց երևի կան եպիսկոպոսներ, որոնք ընդհանրապես կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։ Եվ իրենց մոտեցումը այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է կայսրինը կայսեր տա։ Սա հասկանալի եմ բռնում է, հասկանալի մոտեցում է, բայց սա կայսրինը կայսերը չի կարելի դիտել առանց Աստծունը Աստծուն դիտելու։ Ասում եք կոնֆլիկտում հետ Իշխանության, կայսեր։ Այսինքն հակադրվել չեն ուզում։ Չեն ուզում հակադրել Նիկոլ Փաշինյանին։ Որևէ մի իշխանության, ոչ թե կոնկրետ Նիկոլ։ Բայց անվերապահ աջակցում են վեհապար հայրապետին։ Իհարկե։ Եվ այդ տեսակետը Իհարկե, ոնց կարող են չաջակցել։ Սահակ պատրիարքը շատ հստակ, Սահակ պատրիարքները լուր, բայց ինքը շատ հստակ ասեց, չէ։ Ասես նույնիսկ անբարոյականություն է մտածել հաջորդ կաթողիկոսի մասին այն ժամանակ, երբ որ աթոռը թափուր չէ։ Բայց իր տեխնացությունը քննարկվում էր ամեն։ Հետո ով ուզում է թող քննարկի, բայց ինքը չի քննարկում։ Ինքը իրեն տեխնացություն է։ Ինչ նպատակ ունի այս ամենով իշխանությունը, ինչ է ուզում հասնել։ Դե նոր ասեցին, ուզում է ունենալ հնազանդ եկեղեցի։ Իրեն հնազանդ։ Երբ որ իրենք իշխանության չէին, դժգոհում էին, որ եկեղեցին պետք է հնազանդություն չցուցաբերի, հիմա հնազանդություն չի ցուցաբերում, էլի դժգոհ են։ Վեհապար հայրապետը անցած տարի եկեղեցու օծման առողջությանը, երբ որ ձեռք մեկնեց նորից իշխանությանը, սա բավականին բուռն քննարկումների տեղի տվեց։ Այդ թվում, այո, բայց մենք հիշում ենք, որ Փաշինյանն իսկ չսպասեց, որ ծիսակատարությունն ավարտվի, նա դուրս եկավ եւ լքեց եկեղեցու տարածքը։ Այս միջադեպից հետո ընդհանրապես քննարկումներ եղան դեռ այն ժամանակ։ Չէ՞ որ մինչ այդ հանրապետության անկախության օրը հիշում ենք, թե ինչ գռեհիկ տեսարան ապահովեց իշխանությունը ոստիկանների միջոցով Սարդարապատ հուշահամալիրի։ Դե մենք գիտեք չարին չարով չենք պատասխանում, եկեղեցի ենք մենք, չէ՞։ Մենք նույն մեթոդներով չենք պատասխանում։ Ուզում եք ասել հիմա այլ միջոցառում լինի, նրանք կհրավիրվեն Սիրահորժան։ Ես կողմ չեմ լինի հրավիրելուն, բայց եթե մեծամասնությունը Հա, բայց ես համաձայնությունս հայտնեցի մեծամասնության, որ մեծամասնությունը այդպես որոշեց, ասել է որևիցե արարգություն ցույց չտվի։ Բայց Փաշինյանը ինքն է անընդհատ սար դրել ձեր եւ պետության։ Այո, ինքը կարող է անել, բայց մենք նույն ձևով եւ նույն մեթոդներով չենք կարող պատասխանել։ Մենք եկեղեցի ենք։ Այսինքն քրիստոնեաբար ներում եւ սիրում եք անգամ Փաշինյանին այսպիսի արտահայտություն։ Երևակայեք։ Իսկ որ ասում է Բեհարանը բեհի։ Ինչ իմանամ ես իր ռեբուսները չեմ կարող հասկանալ։ Դուք պետք է իմանաք։ Քրիստոնեաբար պետք է հարձակվենք եկեղեցու առաջ եւ այնտեղ ընտրություններ տեղի ունենան։ Դուք վստահ եք, որ ներսից աջակցություն չի լինի եւ մինչ այս Իհարկե վստահ եմ։ Իրենք տեսեք ով էր նրանցից մեկը ինչ-որ կարծիք հայտնեց կենտանական մագանուն ունեցող մեկը այդպիսի կարծիք հայտնեց, չէ՞։ Փորձելով սեպ խրել ամուսնացյալ եւ կուսակրոն հոգեվորականության մեջ, թե ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը, ինչու վեր չեն բարձր, չէ, ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը չի կարող բարձր աստիճան ունենալ եւ միայն կուսակրոնները։ Այդ փորձում են այսպիսի սեպեր խրելով, հա, փորձում են պարակտում ստեղծել եկեղեցու մեջ, դա չի հաջողվի։ Առաջին անգամ չի։ Հա, իրապես ճանաչում է, հա, ինձ։ Դուք ձեր ելույթում քիչ առաջ այստեղ եկեղեցու շուրջ կատարվողի մասին քննարկմանը ասացիք, որ պետության ինստիտուտները այլևս կարգավորված են, ես ձեզ համար շատ ավելի մեծ իսկ դա, որովհետև եկեղեցու դեմ արշավները միշտ անհաջող ավարտ են ունեցել։ Բայց դուք խիստ տարակուսած եք, որ չի գործում ազգային անվտանգության ծառայությունը, չի գործում արդարադատության նախարարը, որտեղ անձնական կյանքի իրավունքի խախտում այստեղ, ինչ եք դուք Չի գործում քննչական կոմիտեն, չի գործում առողջապահության նախարարությունը։ Լավ, ինչ եք կոնկրետ, հա, կոնկրետ խոսանք։ Ինչ եք ակնկալում այս մարդկանցից, ովքեր նշանակվել են Փաշինյանի կողմից։ Եվ նրանք արդեն իսկ գնացել են։ Լավ, ում կողմից ուզում են նշանակված լինեն, բայց ազգային անվտանգությունը հայեցակարգ պիտի ունենա, թե չէ։ Ուրեմն ազգային անվտանգության այդ պատասխանատուները պիտի ներկայացնեն իրեն վտանգները, որոնցով հղի է իր մոտեցումը, թե ոչ։
Նույնը քննչական կոմիտեն պարտավոր է քրեական գործ հարուցել այնտեղ, որտեղ կա հանցակազմ։ Արտարադատության նախարարությունը պարտավոր է իրեն ներկայացնելու այն վտանգները կամ այն խախտումները, որ ինքը ցույց է տալիս։ Պարտավոր են, ինչ կապ ունի իրեն իր կողմից են նշանակվել։ Եթե իր կողմից նշանակվածները իրավունք չունեն որևիցե բան ասելու, սա նշանակում է արդեն դիկտատուրա։ Սա նշանակում է ավտորիտար կառավարում եւ դրան են գնում։ Որովհետեւ եթե ես ուրիշ անգամ եմ ասել, եթե ԿՊ-ի մեջ չկա ընդդիմություն, ցանկացած կուսակցության մեջ նույնպես պետք է լինի ընդդիմություն։ Եթե ԿՊ-ի մեջ չկա ընդդիմություն, գլխավորը ինչ ասում է, ծափահարում են, սա նշանակում է, որ վտանգավոր դիկտատուրա է հաստատվում Հայաստանում։ Հիմա դիկտատուրայի դեմ եկեղեցին պիտի արտահայտվի, թե ոչ։ Արտահայտվում է։ Բայց գլխավոր դատախազներ արտարադատության նախարարն է ցանկացած պաշտոնյա անձել իրավունք ունեն իրեն ասելու այն վտանգների մասին, որոնք կան, բայց չեն ասում, որովհետև իրենք էլ հանցակից են։ Եվ ենթարկվում են դիկտատուրային։ Եվ ներկայացնում են այս ամեն ինչ ինչպես դեմոկրատիա, ինչ դեմոկրատիա չկա։ Աբազյանը եւ Վարդապետյանը եւ մնացածը հանցագործներ են։ Այո, եթե չեն զգուշացնում հանցագործ են, իհարկե։ Քանի օր է Փաշինյանը որոշել է խորհուրդ ձևավորել, ինչ որ տաղանդավոր մարդկանցից կազմված, ինչ որ հոգու հայելու մեջ Ոչ մի տաղանդավոր մարդ չի կարող կազմել, մաս կազմել այդ հանձնաժողով կոչված։ Կարծում եք նրանք չեն համաձայնի Փաշինյանի նախաձեռնության միանալ։ Մենք գիտենք շատ մարդկանց օխլոսից սիրով կմիանա։ Սրբազան հայ դուք բացառում եք, որ օրինակ Վազգեն Սրբազանը կարող է միանալ Նիկոլ Փաշինյանի Այո, բացառում է։ Բայց նա Նիկոլ Փաշինյանի հավատարիմ աջակիցներից Ֆրոնտի աջակից, բայց չի կարող ինքը գործել եկեղեցու դեմ։ Եկեղեցու դեմ չի կարող գործել, չի գործի։ Սրբազան նաև չեն կարծում Նիկոլ Փաշինյանը ինչու է Ինչ իմանամ, երևի դեղերը խմել է։ Նիկոլ Փաշինյանը քաստինգ էր հրավիրում, բայց ոնց որ ժողովուրդը չհավաքվեց։ Ինչի քաստինգ։ Քաստինգ էր հրավիրում, ասում էր Բեարյանը պետք է ազատել եւ այլն, բայց ժողովուրդը չի հավաքվել։ Աշուր չի հավաքվելու։ Եթե այդուհանդերձ գնանք բռնություններով ներխուժելուն, մայրաթող ներխուժելուն, դրանով ոչ մի բան չի լինի։ Դրանով եկեղեցին այդպիսի բաներ տեսել է։ Օդյալ հայրապետը մնում է օդյալ հայրապետ եւ գլուխը Հայաստանի այս եկեղեցվո, քանի դեռ Տերը այլ բան չի տնօրինել։ Սրբազան ամեն դեպքում այդ բռնությունների շարունակել։ Ձեր կանոնադրությամբ եք ասում։ Համենայն դեպս գլխավոր շտաբի Ում կանոնադրությամբ ասեմ։ Լավ եք հիշում, թե ինչպես նա մեկ վարքյանով որոշեց գլխավոր շտաբից ազատվել եւ այսպես իրավունքին ուժով մի ձևակերպում գտան եւ նշանակեցին մեկ այլ զինվորականի։ Մեզ մոտ դա բացառվում է, եկեղեցում դա բացառվում է։ Ձեր ինքնավստահությունը ինչ է։ Որտեղ ես ճանաչում եմ եկեղեցին էլ, ճանաչում եմ իմ եղբայրներին էլ։ Ճանաչում եմ իրենց հնարավորություններն էլ, ճանաչում եմ եկեղեցու պատմությունը, չի կարող նման բան լինել։ Այո, իրենց ցանկությունը կա, բայց չի կարող նման բան լինել։ Անելու կամ հապար հայրապետին թողնել դիցասել, այնտեղ դուրս անելու ոչ մի միջոց իշխանությունը չի կարող ունենալ եւ չունի։ Սրբազան ամեն դեպքում եթե բռնությանը գնան, դուք նոր նշեցիք, որ նույն ձևով ու նույն մեթոդներով չեք շարժվելու, ինչպես իրենք են անում, բայց իրենք նշում են, որ պատրաստ են այդ բռնությանը։ Հիմա օրինակ դուք չեք անելու, օրինակ ձեռքերը պարզելու եք վեր ու հանձնեք այդ ամեն ինչը, կամ ոնց եք պատկերացնում, ոնց է ձեր սցենարը։ Ուրեմն ես ասել էի, չէ, եթե դուք ընդունակ եք ամեն ինչի, մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Նույն չարությամբ ասացիք, որ ձև չունի անելու։ Նույն մեթոդը։ Չէ, չարությունը դա ուրիշ բան է, ինքնապաշտպանությունը եւ անհրաժեշտ գործիքակազմ ցուցաբերել նման բաների, նա շուտ ուրիշ բան է։ Հիմա երբ որ Արցախում մեր հոգեվորականները զենքը ձեռքին կռվում էին, դա նշանակում էր ինչ, չարություն, թե հայրենիքի պաշտպանություն։ Ուրեմն մենք հոգեվորականներս ի վիճակի ենք եկեղեցին պաշտպանելու, եթե նույնիսկ ժողովուրդը մեզ թողնի միայնակ։